Գագիկ Ծառուկյանի այցը լոռի շարունակվում է, ջրաշենցիների հետ է հաջորդ հանդիպումը։ Այցի հենց սկզբում բնակիչներից մեկը հայտնում է հատիսի գագաթ բարձրանալու և Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ազգային նախաձեռնությանը մասնակցելու մասին։ Մեր եղբայրը ցանկացավ ինքը գա բարձրանա վերև, ով կցանկանա, ես կազմակերպեմ, ձեզ կբարձրացնեմ վերև, որ մի քար էլ դուք դնեք, որ ձեր թոռները բոլոր բարեկամներ իմանան, որ մասնակցել եք այդ շինարարությանը։ Մենք քո հետ էլ կբարձրանա, որ մի քար էլ դու դնես, մի հատ էլ հավաստագիր կտանք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը ներկայացնում է առաջարկ Հայաստանին ծրագիրը, ընդգծում այն կազմել են տարբեր ոլորտների առաջատար մասնագետները ժողովրդի հետ, իսկ ջրաշեն իր այցը նույն նպատակով է բաց և ուղիղ երկխոսություն գյուղացիներին մտահոգող հարցերի շուրջ։ Հարգելի սիրելի ժողովուրդ, եկել եմ ձեր հետ զրուցելով, բարև ձեզ, ձեզ լսելու հիմնական ձեր խնդիրը, դարդուցավը, պրոբլեմը, որ այսօր կազմակերպենք 10,000, 5,000 մարդ գանք 2-3 նախադասություն ասենք գնանք, ես տենց չեմ ուզում, այլ հիմա ես ուզում եմ լսեմ, ես բոլորի հետ շփվում եմ, ոչ թե մենակ վերևից նայելով, բանվորի, գյուղացու, քաղաքացու, ծառայողի, արվեստագետի, դասախոսի, բժիշկի, ուսուցչի հետ հանդիպում եմ։ Բոլոր խնդիրները ես գիտեմ, օդից չեմ խոսում։ Հիասթափված են լոռեցիները, ցանկանում են հայրենիքում մնալ, բայց բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն չկա։ Գագիկ Ծառուկյանի հետ անկեղծ զրույցի ընթացքում ամենամտահոգիչ և սուր հարցերն են բարձրաձայնում։ Հիմա ասենց ոտքով, այսենց քայլենք, թե գյուղում ճանապարհ գոյություն չունի, գյուղում ոռոգման ջրերի արխ գոյություն չունի, գյուղում մաքրասիրություն ընդհանրապես գոյություն չունի, բայց եթե գնում ասում ենք, որ այս բանը սենց է, մենք այդ հարկը վճարում ենք, մենք այդ ամեն ինչը անում ենք, ում դիմենք, ասում է ծրագիր չկա։ Իրանց երրորդ ամսվա ասֆալտը գոյություն չունի, մանկապարտեզ չկա, կուլտուրայի տուն չկա, ոչ մի բան չկա։ Ընդունում է, լրիվ հասկանում եմ, գիտեմ, այս սխալ նշանակումներից, սկսած նախարարներից, սկսած մարզպետներից, որոնք պետք է լինեն բանիմաց, արդյունավետ, որ այդ մարդը տիրապետում է ոլորտը, որ կարողանա հարցերը կարգավորի։ Իրար հետ քննարկեք, թեկուզ գյուղապետա, թեկուզ մարզպետա, թեկուզ պատգամավորը, ով կարանի, ով կյանքի փորձ ունի, ով այրա խոսքը գործ դարձրե, կամ ինատ է կանում չեք գնում ընտրության, իմ համար միևնույնն է, ես չեմ գնում։ Քո ցավը տանեմ, չես գնում, դու պետք է գնաս։ Գնաց քո երեխայի ապագայի հարցը կարգավորես։ Բոլորն էլ ուզում են ապրեն։ Բոլորն ուզում են իրանց ծանոթներ անեն, հարսանիքներ անեն, հանգստանալու էլ գնան։ Բոլորն էլ ուզում են։ Միայն պայման հնարավորություն, տես ջղայնացածամ, խնդիր կա, պրոբլեմ կա, ոչ թե մենակ դատարկ խոսալով, այլ գոնմարդ իր կյանքում քարը քարին դրել է, իր երկում կայացել է, իր երկում կառուցել է, պետք է պետական ծրագիրը լինի, ըստ ոլորտ, հարցերը կարգավորի։ Մի հատ կառավարության անդամի անուն ասա, որն աշխատել է արդյունք է ցույց տվել։ Ես լսում եմ այս 8 տարի այդ ազգային ժողովում, չեղավ մի ազգային ժողովի падգամավոր հելնի, գյուղացու կամ ինչ-որ մի քաղաքացու մասին հարց բարձրացնի, բացի գողական ժարգոնից իրար անպատվել, ծեծել դուրս գալ։ Չկա մի գյուղ, որտեղ մարդիկ չբողոքեն գյուղատնտեսական խնդիրներից, իսկ որ դրանք բազմաթիվ են, Գագիկ Ծառուկյանը լավ գիտի, եկել է կոնկրետ լուծումներով։ Եթե գյուղ նախարարություն չկա, ժողովուրդ ջան, ում պետք է գնաք դիմեք, ասեք։ Մտածող չկա, սերմ տվող չկա, պարտойնու տվող չկա, պայման ստեղծող չկա, ջուր տվող չկա, ում գնաք դիմեք։ Խեղճացած պատի տակ նստած, ոչ կարմացանի, ոչ մշակի բերքու բարիք ստեղծի, համ իր տունը պայի, համ էլ կարողանա նորմալ բարեկեցիկ ապրի, չկա։ Ժողովուրդ այսօր աշխատանք է ուզում, ուրիշ բան չի ուզում։ Չի ուզում օդից կախված ինչ-որ նվեր տան, բարեգործություն ան, ուզում է իր գործելի գլուխը կախ, իր ընտանիքով աշխատի, շփիտով գա, իրենց գումարը ծախսեն, կարողանան այս տունը պահել։ Մեզ պետք է, որ մենք երկու հատ խոշոր պետական ներդրումային ծրագիր իրականացնենք։ Ինքնիկյան աշխատատեղերը կստեղծվի, որը կարանք Չինաստանի հետ անենք, որը Հնդկաստանի հետ անենք։ Այն մեկը աշխարհի դեղորյակի ամենամեծ արտադրողն է, ամենաճանաչվածն է։ Չինաստանի վիճակը ինչ էր։ Մարդիկ թույլ չեն տալի մի երեխայից ավել ունենային, սնվելու խնդիր ունեին։ Բայց այսօր մարդիկ կարողացան գիտությունն էլ զարգացնել, տեխնոլոգիան էլ զարգացնել, այսօր համար առաջինն է։ Բայց խնդիրները միայն գյուղատնտեսական չեն, տուգանքներ, բարձր հարկեր, որոնք վճարելու համար գումար չկա։
Չկան նաև գյուղացուն աջակցող պետական մասշտաբային ծրագրեր։ Խրետ մի չնչին էլ չի անում գյուղացու համար։ Այսինքն եթե փորձ չունեն, կյանքում չի աշխատե, 50 տարեկանում ոչ մի քարը չի դրել, $1000 չի աշխատե։ Ու այսօր դրել մինիստերը ինչ կա։ Խոսում ենք, ոչ մի բան չկա։ Ես ուզում եմ ապրեմ այս երկրում, ոչ թե որ հմի ստիպված ուզում եմ թողնեմ գնամ այս երկրից։ Տվեք պահանջեք, ձևն էլ դիրգերեք, կազմակերպել գիտենք։ Այսօր ոչ թե կուսակցականի պաշտոնի պետք է դնես, այն մարդը որ կարա անի, թողան կուսակցական լինի, սաղ բանիմաց գրակետ խելացի մարդկանց մեծամասնությունը, մի 70% գնացել է դուրս, գնացել է արտասահման, գնացել է։ Ոչ մի բան չի կարող անել գյուղացի։ Ապրես։ Դուրս գա, ստերից դուրս գամ դու գանվես։ Ներողություն։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանն չէր ասում, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, անընդհատ։ Հիմա գույքարկը ձեր մոտ 100% գույքարկ ավելացել է։ Հիմա ավելացել է 60%, տարի 20%։ Ասում եմ գոնե կանգնացրեք, 60% ավելացել եք, գոնե մարդիկ թող համարվեն այս ծանրությանը, մի քանի տարի հետո կավելացնեք։ Միշտ էլ լուծումը կա, պետք է ճիշտ կազմակերպել, միասնական լինել ազգովի, այն նախանձ չկամենալ իրար չխոս, այլ պետք է խելքի տալ, ով կար այդ ծանրությունը բարձրացնի, իրա ցավը տանեմ, թող բարձրացնի պատասխան տա։ Ճիշտ նշանակումներ ա պետք, ճիշտ, որ այդ ոլորտի այդ մարդը լիարժեք տիրապետում է, աշխատած ունի, արդյունք ցույց տված ունի։ Ջրաշենում հիմնականում կաղամբ ու կարտոֆիլ են աճեցնում տեղացիները, բայց այստեղ էլ խոչընդոտի են բախվում, ամբողջ տարին չարչարվում են, բարիք ստեղծում, բայց մթերման խնդիր ունեն։ Մեր գյուղը տարածաշրջանի ամենամեծ գյուղն է։ Զբաղվում են կաղամբի մշակումով եւ կարտոշկի մշակումով։ Այո։ Գյուղում գոնե մթերման կայան ստեղծվի, ընդունում եմ առաջի անգամ Վարդենիսում դրել եմ սառներան 20000 տոննա մթերման համար եւ ասել եմ այդ հիմնական պետք է գործի Հայաստանով մեկ, որ բոլոր տարածքներում որ դու կարտոշկան անեցիր, կաղամբը անեցիր, պետք է պայստավորես, կամ էժան տալիս ես չգիտես ինչ անես, որ պայստավորում լինի, իսկ ով որ ձեռնարկեց այդ սառնարանների կառուցումը, ամեն մարզում ով կառուցեց ամենահարուստ մարդն է լինելու։ Քեզնից ընդունելով կարտոֆիլը ընդունեց 150 դրամ, առաջ 50 տարավ տեղավորեց, դեկտեմբեր, հունվար, փետրվար 250-300 դրամով է վաճառելու։ Նա մեկին 2 եկամուտ է ունենալու։ Ոչ թե դնում է մեկը մի հատ կալունկա սարքեց, ասում է գործը լավ է, մի հատ էլ ես կողքը դնեմ։ Մի հատ էլ նա դնում, նա գործը կիսվում է։ Ասֆալտես են դնում, մի հատ էլ ես դնեմ։ Ու իրենք էլ մինուս են գնում։ Սառնարան ինչքան դնենք աշխատի։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի բացարձակ չեմպիոն Հայաստանի դյուցազուն ռեկորդակիր Ռուբիկ Ավդալյանը, նա նաև գյուղի երեխաներին է մարզում, առաջիկայում աշխարհի առաջնությանն է մասնակցելու։ Պարոն Ծառուկյան, մեր գյուղի Եվրոպայի չեմպիոն ունենք։ Եվրոպայի չեմպիոն է։ Աշխարհի Եվրոպայի բարձր մայիսի 14-ին մասնակցելու է, մայիսի 14-ին աշխարհի առաջնության։ Այո, մալադեց։ Մենք խոսում ենք, որ պետք է ունենանք առողջ երիտասարդություն, որ ունենանք առողջ ապագա, առողջ սերունդ, մեր արժանի փոխարինողներ մեր երիտասարդությունը։ Պետք է մենք բոլորս միասին աջակցենք առողջ սերունդ ունենալու համար։ Առողջ սերունդ կա առողջ ապագա։ Կարևորը որ մեդալով գաս, մեր ժողովրդին ուրախացնես, հայր եւ որդի պատերազմ մասնակից մեր։ Մալադեց, այո։ Նայում ես քեֆդ գալիս, հալել, Սա մեր գյուղից։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հանուն հայրենիքի նահատակված ջրաշենցիների հուշարձանին։ Խնդիրներն այնքան շատ են, որ սիրտը թեթևացնել են ցանկանում մարդիկ։ Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ տալ չեն պատրաստվում։ Ձերքը պետք է բռնել այն մարդուն, որը որ բարեգործություն անը, որը որ ժողովրդի մասին մտածում է։ Ժողովուրդ ջան, ամենակարևորը ճիշտ մարդիկ ճիշտ տեղում պետք է լինեն։
Հաց թխող էլեկտրիկ չի կարա աշխ, էլեկտրիկը խիրուրգ չի կարա լինի։ Մարդը, որ իրոք փորձ ունի, պրակտիկա ունի, արել է, հանրությունը ճանաչում է, պետք է այդ մարդկանց հրավիրենք, խնդրենք, որ կարողանան կազմակերպել։ Չոբանին բռնում են, ասենք նախարարի նշանակում, այն նրան են անում, նրան են անում։ Բարեկները մոռացաք։ Գյուղում էլ նախրջի չկա։ Ոչ ներում ունեն, ոչ բեկում, հələ այդ բարեկին ասա մի հատ գրի Մարտիրոսյան, Մարտիրոս գրի չի կարա գրի։ Համի ներկա պահին ոստիկանությունը լցված է գյուղ դպրոց փակել են, որ երեխեքը չգան այստեղ։ Ինչի համար։ Ամեն ինչի ժամանակավոր է, ամենակարևորը հույսով հավատով, համբերելապետ, եթե դուք միասնական լինեք, ամեն ինչ լավ կլինի։ Ես ու դու հատաշեն մենակ մեր ազգանուն էին տարբեր։ Դու Ծառնուկյան ես, ես Վարդանյան։ Դու Ծառնուկյան ու Պրծի։ Հարց կա։ Գնացիք։ Ամենակարևորը լավ է լինել։ Այդ ցավը տանեմ, շնորհակալ եմ։ Ստեցուն դեր ժողով։ Ստեցուն դեր։ Շնորհակալ եմ։ Գնացիք, ստեցուն դեր։ Ստեցուն։ Ամեն հանդիպման ժամանակ sense մի հատ զգացում կա, որ ավելի է ամրապնդվում քու վստահությունը այդ մարդու հանդեպ։ Այսօրվա մեր կոչեցյալները ղեկավարությունը գլուխներ են կախել, իսկ ինքը այն տղամարդն որ կյանքում գլուխ չի կախի։ Իր շփումը ժողովրդի հետ առանց ձևականությունների է, անմիջական, պարզ, ժողովրդի ծոցից դուրս եկած մարդը։ Ժողովրդին հասկացում։ Ինքը շատ լավ բաներ ունի արած, ինքը չի գրփում, ինքը չի տանում, ընդհակառակը չի տանում էլի ժողովրդից, այլ բերում է ժողովրդին։ Լավ մարդ է ինքը, իր խոսքի տեր, ժողովրդին առաջ է տանում։ Զավոդներ է ստեղծում, ասում է թող իմ հայ ժողովուրդը մտնեն զավոդը աշխատեն։ Իր հայրենիքի համար ինքը լավն է։ Հայ ազգի համար շատ բաներ արել։ Հիսուսի արձանական էսով որպես աշխարհում առաջի քրիստոնյա, դրանք մեզ համար բարձանք է։ Որպես հայ, Նաբարդեմորինկա հայ է, ու իր խոսքի տերն է։ Ազգի համար նվիրյալ մարդ է, իր արժանապատվություն ունի։ Անկախ են բանից, թե նա վարչապետ կլինի, չի լինի, նա մեր Ծառուկյան։ Հայ ազգը սիրում է իրան։ Աշխարհով ճանաչած մարդ է, եւ ես հələ չեմ տեսել, որ ինքը ինչ-որ մի սխալ թույլ տա, ինքը իր ուժերով ոտքի է կայնել եւ ցկտումը հայ ազգին է ոտքի կայնեցնի։ Մեծ Պառնիում, ինչպես հանրապետության մնացած բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին դիմավորում են, աղոհացով սպասում էին նրա հետ հանդիպմանը։ Ոնց եք։ Շնորհակալ եք, լավ եք, պարոն Ծառուկյան։ Ամեն ինչ լավ է։ Լավ է, շնորհակալ եք, մենք քարազանություններ չենք մոռացել։ Ես այսօր եկել եմ ձեզ լսեմ, տեսնեմ ոնց եք, ինչ կա, ինչ խնդիր կա, ինչ խնդրեմ կա, ինչ հարցեր ունեք ինձ տալու, որ ուզում եք լսեք։ Ինչպիսի բարեփոխումներ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը գյուղատնտեսության ոլորտում։ Հետաքրքրվում է հանդիպման եկած բնակիչներից մեկը։ Բոլորից շատ ես եմ ցանկանում, որ դուք վարչապետ լինեք։ Ինձ հետաքրքիր է առաջի 3 բարեփոխումը գյուղացու համար ինչ կանեիք։ Առաջի երթին պետք է գյուղնախարարությունը բացվի, դա պարտադիր է, որտեղ այսօր գյուղացիները անտեր են մնացել։ Եթե գյուղնախարարություն չկա, գյուղացին ում պետք է դիմի։ Երկրորդը գյուղացուն պետք է վարկ տրվի 0%-ով, որ մարդը կարողանա գարնանը իր օղերը մշակի, աշտանել բերքահավաքի վաճառի, իր վարկը 0%-ով տանի փակի։ Պետք է բոլոր տարածքներում սառնարաններ կառուցվի, որ բերք ու բարիքը ստեղծում ես, ոչ թե մնա տարածքում, այլ կարողանաս տանես հանձնես, որ քու գումարը անմիջապես տան, քու խնդիրները կարգավորես։ Պարարտանյութի խնդիրն է, որ այսօր թանկացել է, գյուղացուն իր հողամասի չափով պետք է տրամադրեն։ Գյուղացին է սահմանպահողը, բերք ու բարիք ստեղծողը ժողովուրդ ջան, այսօր թանկություն է, որտեղ չեն մշակում։ Բնակիչների հոգսերն այստեղ եւս շատ են, հարցերը վերաբերում են ամենատարբեր ոլորտներին։ Դրանցից մեկն էլ հայ-թուրքական սահմանի բացումն է։ Ինչ աշխատանք ունենք անելու այդ ճանապարհին։ Ասում են Թուրքիայի ճանապարհը բացենք։ Ես ասում եմ, այո, բացենք, բայց մինչև բացելը ժողովուրդ ջան, պետք է
կարողանանք հարց կարգավորենք ժողովրդին գյուղացունուն հնարավորություն տանք, որ իր մոտ էլ էժան ստացվի։ Ճանապարհը բացելու ոչ թե մեր մոտ լրիվ ավիրվի, այլ կարողանան մրցակից լինել։ Դոտացիա տան, հնարավորություն տան, գույքարկը պակասացնեն, պարարտանյութը անվճար տան, սերմը տան։ Թե չէ հիմա բացեցին իրաց մոտ էժանա, մեր մոտ տանգա։ Էմերը չի վաճառվելու, նրանք գալու են սաղ գրավեն, նույնը փոքր ու միջին բիզնեսի հետ։ Մեզ պետքա 6 ամիս, մի տարի ծրագրավորենք, իրանք ինչ ունեն, մենք ինչ ունենք։ Գնային համացություն անեն, իրանց մոտ ինչա, մեր մոտ ինչա, որ կարողանանք մրցակից լինել։ Եթե բացեցինք, եթե կորցեցինք, ուրեմն լրիվ դադարվելու է։ Ճիշտ է թե ոչ։ Ճիշտ է։ Հանդիպմանը քննարկվող հարցերի շրջանակը մեծ է, ոռոգման ջրից մինչև որակյալ սերմնացու։ Գագիկ Ծառուկյանը լուծման հստակ ճանապարհն է մատնանշում, ընդգծում, բոլոր խնդիրները լուծելի են։ Մեր գյուղի համար առաջի մեծ խնդիրը մեր ոռոգման ջուրն է, որը որ չունենք։ Եթե մենք ոռոգման ջուր ունենանք, մեր գյուղը շատ մեծ հողային տարածքներ ունի։ Կարանք լրիվ մշակենք։ Հիմա մշակը մենք այդ հողերի 10-20% է։ Նայ մեզ ասում են ջուր չկա։ Ամբողջը բարեր, ձներ, կարա ջրամբար, ձնհարկի ջուր կհավաքվի։ 4 գետ է հոսում ես քանտեղից, մեկ ջուր չունեք։ Բա հիմա եթե անտերություն է, գետերը հոսում է չեք կարող օգտագործել, պետք է կարողանան մի հատ էլ սարքեն, որ ձնհարկի ջուրը հավաքվի, ջրամբար լինի, դա էլ օգտագործել։ Բացի դա սերմի խնդիրել ունենք։ Սերմի խնդիրել ունենք, կարտոշի խնդիրը, կարտոշկին 50 տարի է ցանում են չի։ Եղբայր, որտեղ ցանում ես, եթե մի սերմը 5-6 անգամ ցանում ես, բայց ատեն դու 20 տարի եք ցանում, որ պետք է դու հեկտարից ստանաս 50 տոննա, ստանում ես 8 տոննա, 10-12 տոննա, ասենք 40 տոննա, որ պետք է քեզ շահույթ բերի, պետք է գարնանը բերեն սերմել տրամադրեն, մեր կլիմայի պայմաններում որ սորտնա, որ ավելի լավ է լինում, ախ մտածող ապետ, ձեր ցավը տանեմ, եթե ճիշտ մարդը համապատասխան ոլորտի մարդը հասկանա գյուղատնտեսությունից, հասկացա տնտեսությունից, հասկանա արդյունաբերությունից, կազմակերպի մարդիկ էլ գործը կանեն իրենց տունը կպայեն։ Գործից պետք է հասկացող մարդ լինի։ Ժողովուրդ ջան, այսօր պաշտոնների սաղ անփորձ երիտասարդների հավաքածու։ Անփորձ։ Փորձը բերել են ժողովրդի վրա են կիրառում։ Պետք է մտածեն մարդու մասին, ժողովրդին հնարավորություն տան։ Ժողովուրդը հարուստ է, պետությունը հարուստ է։ Եթե ժողովուրդը աղքատ է, պետությունը հարուստ չի կարելի, ժողովուրդ։ Սպիտակի երկրաշարժի հետևանքները մեծ Պառնիում դեռ չեն վերացել։ Այստեղ կան մարդիկ, որոնք մինչև այսօր էլ ապրում են ժամանակավոր տնակներում։ Բնակիչների համար հարմարավետ բնակարանը դեռ երազանք է։ Այդ տների հարցը ոնց պետք է լինի։ 62 տարեկան են։ Դոմիկ հետս թմա ես էլ հետ է։ Այդ ոնց պետք է լինի տան հարցերը։ Վերջ որ մարդավարի մի տուն ունենք, դուրը բացենք, մտնենք ապրենք էլի։ Եղբայր, այն ժամանակ կլինի, որ համապատասխան պաշտոններում կլինեն մարդիկ, ովքեր փորձ ունեն, արդյունքը ցույց են տվել, եւ նրանք բոլոր հանրությունը ժողովուրդը գիտի, որ այդ մարդը իրոք ստեղծող, արդյունք ցույց տվող արդարացի մարդ է։ Մեր մոտ պետք է արդարության սկզբունքը գործի։ Հիմա օրինակ ասեմ, Ղարաբաղի համար որ գումարներ են տրամադրում 16 միլիոն։ Դա սխալ է տրամադրել։ Պետք է կառուցեն 25000 բնակարան ապետ։ Այդ գումարը որ օգնում էին Արցախին, ստեի բյուջեից տալիս են, կազմակերպեն 25000 բնակարան, մարդկանց տրամադրեն, որտեղ այդ գումարը տալիս են, այդ մարդիկ 50%-ը տուն չի կառուցելու, այլ տեղերը այդ գումարը օգտագործելու, իսկ եթե տունը կառուցեցին, տվեցին պայմանագրով, որ այդ տունն էլ 20 տարի իրավունք չունես վաճառելու, մարդը արդեն իր տուն ունի, նույնն էլ երկրաշարժի ժամանակ պետք է կարողանային ճիշտ պլանավորել, կազմակերպել, որ մարդիկ կարողանային տուն ունենային, այս քանի տարի անց է։ Խնդիրներն այնքան շատ են, որ դրանց մասին ժամերով կարող են խոսել։ Մտահոգող հարցերից մեկն էլ կաթի ցածր գինն է։ Վերջին տարիներին մեծ քանակով կաթի փոշի է ներկրվում։ Արդյունքում տեղական կաթի պահանջարկն ընկնում է եւ գյուղացին այն ստիպված ջրի գնով է վաճառում։ Կաթի մոմենտ, սա ինչ է։ Կաթի մոմենտի ջրից էժան, հա։ Մի լիտր ջուրը 300 դրամ է, մի լիտր կաթը 160 դրամ է։ 140 դրամ։ Ընդունում եմ։ Գյուղացին ինչ անի։ Գյուղացու ցավը տանեմ, ուրեմն պետք է չթույլատրեն, որ ասեն կաթի փոշին գալիս է, սա կաթի փոշի երկու հատ էլ կով են պահում, ասում են մեր անարատ կաթա։ Ռաստամուշկի գինը կաթի փոշը կբարձրացնեն, որ ուզած արդեն կաթը առնեն, ու ավելի առողջ սնվեն, չլուծող խնդիր չկա։ Սա քեշ պարգևաճարի մեջ։ Պարգևավճար, որ անդադ ասում եք, պետությունը պետք է ճիշտ ղեկավարվի, որ արդյունք լինի, շահույթ լինի, աճ լինի, որ կարողանան այդ գումարները ժողովրդի վրա օգտագործել։ Եթե անհատ մարդը կարա
կազմակերպի, պետությունը ոնց կարա չանակ ու ծավտանը։ Հայրենիքի հանդեպ սերը պետք է գործով ապացուցվի, իսկ ազգային միասնությունը գործի սկիզբն է։ Սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայել։ Այսօր հայրենիքը ոչ թե բաժակաճառա, որ խոսում են էսեն, այլ հայրենիքը պետք է հայրենիքի համար արած բան ունես։ Այդ սաղ ճարտար խոսացողներին հավաքին, հլա սա աղբեր։ Ինչ ես արել, մի հատ ասա քարը քարին դրել ես, բացի քո տունը պայելուց, հարստանալուց ինչ ես արել։ Մի երկու բան ասա ինչ ես արել։ Այդ ժամանակ ձենը կկտրի։ Մի գյուղով չեն կարող միասնական մի հատ որոշում կայացնել։ 7 բաժին կիսված, էս իմ բարեկամն է, էս իմ ծանոթն է, էս իմ հորողբոր տղեն է։ Ով ուզում է լինի, թեկուզ գյուղապետը, քու աղբոր տղեն է, գիտես փորձ չունի, չի կարա։ Պետք է թույլ չտաս, այդքան մեղքի տակ պետք է չմտնի։ Քննարկեք իրար, չեք մասնակցում։ Պետք է մասնակցի 2 միլիոն 400 հազար, մասնակցում 1.200-300, ասենք կեսը չխի չեն մասնակցում։ Թող մասնակցեն, ձեր երեխի ապագայի խնդիրն է, ձեր ցավը տանը։ Հասարակ աշխատավոր մարդուց ստացած ջերմությունը թանկ է, պարտավորեցնող, ասում է Գագիկ Ծառուկյանը, հավելում միշտ եղել է ու կմնա ժողովրդի կողքին։ Ես հողու ջրի ծնված մարդ եմ ու միշտ ինչ որ կարողացել եմ անել նաև արել։ Խոսք ասեցի ես դերեմ, Աստված եթե հնարավորություն է տալի, մարդը ճիշտ պետք է օգտագործի։ Կարևորը փողի չափսը չի, կարևորը մարդու կատարած գործն է, որ կարողանա միշտ հիշվի, մանավանդ ասեմ, սովորական ժողովրդի մեջ հարգանքը սերը գնահատել ամենամեծն է, որ մարդիկ թեթև բան ես անում, սաղ կյանքով դա հիշում են։ Դա համար մարդը ինչքան շատ անի, այնքան շատ կհիշվի, ձեր ցավը տանը, իմացեք միշտ պատրաստ եմ։ Որպես մարդ, որպես ձեզնից մեկը, լավ բան արա թող հիշվի, մարդը թող ասեմ, սովորական ժողովրդի մեջ է մնացել։ Այդ սերը հարգանքը ամենի մաքրություն։ Մի բան ասած տանը։ Մոտ եմ ներգյուղն է լերնի գոգարան։ Գամ ձեր գյուղն եմ ցավը տանը։ Հրավիրեք։ Հրավիրեմ եմ ու շատ մենց հաճույքով էլ ասեմ եմ։ Անպայման կգամ։ Սո, սպասում եք մենց հաճույք։ Ձեր ցավը տանը։ Ադուշի։ Շնորհակալ եմ։ Գյուղացիներին նաև հետաքրքրում է վերջին շրջանի ամենակննարկվող հարցը։ Վարչապետի տեխնատուն ով է։ Լսել եմ որ դու վարչապետի տեխնատու չես։ Այո, ճիշտ է։ Ունենք 3-4 տեխնացու, որ այսօր կարողանա աշխատի գիշեր-ցերեկ այս ծանր վիճակից դուրս գա։ Մեզ այսօր պետք է ապագայի վարչապետ, ոչ հիներից է լինելու, ոչ այսօր ներկաներից։ Ապագայի վարչապետ, որ կարողանա մեր ժողովրդի մատից փուշ անի, մենք էլ իր կողք կլինենք, ինչով էլ պետք է մենք աջակցենք, որ այս վիճակից դուրս գանք։ Ես ասեմ վարչապետ չեմ ուզում, որ չասեն Ծառուկյան ընկելա գյուղեգյուղ, ձենը հավաքում, որ վարչապետ դառնա։ Իմ ուզած, իմ ժողովուրդը լավ ապրի, իմ երեխու ապագան փայլուն լինի։ Սա է խնդիրը։ Դե գնացի ժողովուրդ, շնորհակալություն ստեղծում։ Բարև։ Ճանապարհը շարունակվում է դեպի Հարթագյուղ։ Գագիկ Ծառուկյանին այստեղ միշտ սպասում են, սիրում։ Ասեք ինչ հարց կա, ինչ ազես մտահոգում, ինչ խնդիր կա, ինչ պրոբլեմ կա։ Գյուղացին միշտ խնդրի մեջ է էլի։ Գյուղացու խնդիրը գինը։ Բարարզանուտը չկա։ Սերմը նորմալ չենք կրեմ առնենք, նորմալ սեր ցանենք։ Գյուղատեն կատը չենք կրեմ, կարգին գնով հազնենք։ Թանը 3 անգամ կատի լիտրից տանգ է։ Դու ջուրն էլ աթա կատից տանգ է։ Դաշտերը քաղում ենք, մեկ տուկ կապելու մար 150 դրամ փող ենք տալեմ։ Հարի մեկ տուկը բերում ենք 700 դրամ բրեներս դստում էլ ինչ կոպայենք։ Կոմբայն ունենք հատ քաղելու։ Դե դրա համար գյուղնախարարություն պետք է ունենաս, որ կոմբայն էլ ունենաս։ Հիմա գյուղնախարարություն որ չունենք, կոմբայնը չունենանք։ Այդ կոմբայնը ով պետք է տա։ 998 հատ գյուղ ունենք։ Պետք է այդ հարցերը պետականորեն որոշվի։ Մարդու մասին մտածենք, հայլ կատարեն, վարկերի հարցը լուծեն, որ վարկերը այսքան տարի վարկակոտակվե, պատերազմ եղե, կորոնավիրուս եղե, պետություն իր ժողովրդի մատից փուշ անի, ներում շնորհի,
մինչև 3 միլիոն դրամ, որ կարողանանք այդ ճայճից դուրս գալ։ Ծառուկյան ջան, լիտրան բերում են տալիս են 12000 դրամ, 3000 սուբսիդավորել են, իրանք առնում են 8000 դրամի, մեր վրա 12000 են ծախում։ Ուրեմն ճիշտ լինելու դեպքում 8000-ով առնում են, պետք է քեզ 5000-ով տան։ Որ դու այսօր եկել ես սարերում մնում ես բերք ու բարիք ես ստեղծում, պետք է հնարավորություն տան, որ դու բերք ու բարիք ստեղծես, կարողանաս քո տունն էլ լավ բարես։ Եթե մարդկանց ապրուստը վաստակելու հնարավորություն տրվի ու խելամիտ ծրագրեր առաջարկվեն, ամեն ինչ շատ արագ իր տեղը կընկնի։ Հայերը արարող ազգ են եւ արժանի բարեկեցիկ ապահով կյանքի։ Այսօր ձեր ուզածը ամեն մեկն էլ արժանապատվություն ունի, օդից նվեր չի ուզում։ Ուզում է խնդիրը լուծվի, մարդու հնարավորություն ստեղծես, մարդը աշխատի, բարիք ստեղծի, իր տունն էլ լավ պահի։ Սիլիտրեն պետք է արդեն փետրվարին Հայաստանում լինի։ Տրակտորը պետք է մինչև մարտ ամիսը վարած լինի, որ անձրևներ պետք է հասկանան, այդ ոլորտը տիրապետեն։ Մի մարդու պատճառով մի ամբողջ ժողովուրդ պետք է այս վիճակի մեջ չլինի։ Գյուղացու գլխավոր գյուղնագարար չեղնի, որտեղ կրանք մենք ում բողոք ենք, ոչ մարդի։ Մի հատ բան ունենք էկոնոմիկայի նախարար, մի հատ սմա կարգուն եկավ, կան կաշենք ու չկա այդ մարդը փախած են։ Սա դիվեր արստած են իրանք։ Գիտեմ։ Այս մեր տարածքը տենում ես 3000 հեկտար հող ունենք, որ հաշում ես 10 հատը թողած մեկ հատա վարած։ Չեն կարող հեկտարը դարելա 40-ից 50000 վարած, այլարկը դարելա 12000 դրամ։ Եղբայր, գիտեմ, որ մի հեկտարը ծորեն ցանելու համար նստում է 120000, դա բոլորը գիտեմ։ Մարդկանց մասին պետք է մտածեն, հնարավորություն տան մարդ աշխատի։ Որ գործածը գործը դերում է։ Քեզի վստահում ենք։ Դրամար ենք հավաքվել բոլորդ միասին, Ծառուկյան։ Մարդկանց համար կարևոր է պատմական հիշողությունը, հաշտ չեն ուրացման քաղաքականությանը։ Դու կարայր պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը այսօր Ռիշչյանը Մասիսարին նայի, որ այսօր Արցախի մասին խոսալը արգելված է։ Ծառուկյան ջան, 18 թվականից եկան իշխանության ժամանակ, ստեղ մեր քեղի 50%-ը մի դոմիկներ մեջ ա։ Խապեցին մոդուլային տներ բրիշինեն ու կան հարցեր։ Ուրեմն այդ նույն ժամանակ ես էլ հավատալով, ես էլ եմ աջակցի օգնել հավատալ։ Իհարկե։ Բայց այսօր ասում եմ, հիմա մարդիկ խոսում են 8 տարի եկել են իշխանության, 8 տարի։ Խոստումներից որն է կատարվել։ ՀՊԱ-կաններ կան, ասեք, որն է կատարել։ Ոչ մեկը։ Բայց ցավը տանեմ, չեք կատարում, էլ ինչ եք ուզում։ 35 տարի ես վագոն տնագի մեջ եմ։ Ֆունդամենտ բրի քանդեմ որ տուն շինեմ, եկե 350000 փող են ուզում որ բան անես։ Կողի մեջ տուն սարք։ Հա, իմ հողի մեջը։ Դա ռեստորանքին հավատա։ Հարթագյուղի բնակիչները բարձր են գնահատում Գագիկ Ծառուկյանի ավանդը իրենց համայնքի զարգացման գործում։ Այստեղ բարեկարգման աշխատանքներ են արվել, Սուրբ Հովանեսի մատուռի մոտ ամենամեծ խաչն է տեղադրվել։ Ծառուկյանի օրինակին շատերն են հետևել, գյուղը ավելի ճանաչելի է դարձել։ Մենք ամբողջ գյուղով ձերդ ենք, պարոն Ծառուկյան։ Ես էլ ասում եմ, տվեք պահանջեք, ով չկատարի տեղում կհեռացնենք, խելացի մարդկանց այսօր մեր գյուղացի որ ապրում են, չէ՞, անուն Ծառուկյանը են ապրում։ Սա ինչի համար, այս ճանապարհը բացեցին, մարդիկ սոր հաց են ուտում, ում կրիշի վրա շիֆեր չունեցես, որ շեշտե կրիշա եղե, ով ռեմոնտ չունեցան, ռեմոնտ են ապրես, որ ամեն ինչը կատարում են մեր գեղացին։ Անուն Ծառուկյանի։ Պարոն Ծառուկյան։ Հա։ Սեղանին մոտի կանանք, էլի մի հատ։ Մոտենանք։ Եթե առողջություն ցանկանանք 1000 տարիների կյանք։ Իրարից անպակաս։ Ամենակարևորը ամեն ինչ լավ է լինի։ Այս մեր առաջի քարնոր դրել ես բոլորիս համար պահպանեն որ մեր գյուղի անունը այդ քարով են ճանաչում, աշխարհով են ճանաչում են։ Շնորհակալ եմ։ Ցանկություն եմ, քեզ առողջություն, պարոն Ծառուկյան, որ միշտ վերել ես։ Ոդուս չարտերներ սինինջը էսի դեզնից եմ ընկել։ Անցի օգնությունը տվի հիվանդանոցը էդի փրկվա, ոդուս տարած ուժել տավեց։ Աստված կհետև ցավը տանեմ։ Ես ցանկացած մարդ որ դիմել է, ես աջակցի օգնել եմ։ Աստված վերևից նայում է։ Ինչքան մարդ բարի գործ է կատարում, միան ավելի հաջողություն է։ Ես կանգում չեմ մոռանա։ Ձեզ Աստված պահպան, ես ձեր Ծառուկյանն եմ։ Պարոն Ծառուկյան, նա նկարել էլի տղուսել։ Ես կնկարեմ։ Մենք միշտ Ծառուկյանին լավ ենք վերաբերվում, որպես ազգասեր, որպես հայրենասեր, որպես հավատքով
իր խոսքին տեր կանգնող մարդ։ Ինքն շատ սիրում արի, մենք ինչ ասես անմա, մեր գյուղի մար շատ բաներ է, մեր հայրենիքի մար շատ բաներ է, ուրդեղ եղել այն իր բարեգործություններն արել է։ Մեր գյուղի ճանապարհն որ կա, ինքն է կառուցել, որ մեր այս բոլորը հաց են ուտում։ Իրանց օջախները պահում են, իրանց ընտանիքը պահում են։ Ճանապարհին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի մեքենան արևաշխող գյուղի բնակիչներն են կանգնեցնում։ Հրավիրում են սեղանի շուրջ իրենց հետ հաց կիսելու։ Առնենք մորթել, սպասում ենք ձեզ առավոտվանից։ Խնդրում ենք, որ մի հատ Ձեր ցավը տանեմ, սպասում են արդեն կես ժամ ուշացել ենք, բայց մեծ ցանկությամբ ես մոտենամ, խնդիր չկա։ Ժողովուրդ շատ շնորհակալ եմ ուշադրության համար, հրավերքի համար, լացված եմ, ու ամենակարևորը վստահությունն ու հարգանքն է։ Այսօր ոչ մեկին ոչի բանով չես կարող զարմացնել։ Հարգանք, ջերմություն, դա զգալի է, ցանկալի է ձեր ցավը տանեմ։ Աստված պահպան, միշտ բարեկներով հանդիպենք։ Շատ զգացված եմ այս վերաբերմունքի համար, ուշադրության համար, ջերմության համար։ Գիտեք, Ծառուկյանն դա պահելու է եւ պահպանի։ Շատ զգացված եմ։ Միշտ ուրախ հանդիպենք։ Շնորհակալ եմ։ Գնանք շնորհակալ, որ չնեղեցինես։ Ախոտ վերջում ձեր ցավը տանել ես։ Որ ցավը տանել։ Անուշան։ Stay tuned. Stay tuned. Գնացինք։ Վերջին կանգառը Գարգար գյուղն է։ Այստեղ էլ ընդունելությունը ջերմ է, զրույցը բաց ու անկաշկանդ։ Պարոն Ծառուկյան, մենք շատ ուրախ ենք, որ դուք եկաք լորդ։ Մենք անհամբեր ենք սպասում, մեծ ուրախությամբ։ Դուք զրույց ստեղծել եք մեծ կայսրություն։ Այո։ Ու ոչ մի անգամ ես չեմ տեսել դուք խոսեք ձեր աթոռից։ Այո։ Խոսում եք միայն ժողովրդից, հողից ու հայրենիքից։ Ամենակարևորը ժողովուրդ ջան, ես այս հողու ջրում ծնված, մեծացած, կայացած մարդ եմ։ Ինչ կա իմ երկրում եմ արել, կառուցել եմ, սարքել եմ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, հյուրանոցներ, շենքեր եւ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Նայելով այս վիճակը, մեր ժողովրդի խեղճությունը, չեմ ուզում իմ երեխան կոտրված, հիասթափված այս երկրում ապրի։ Աշխատանքի բացակայություն, սոցիալական դժվարություններ, Մարդիկ Գագիկ Ծառուկյանին է ներկայացնում բոլոր մտահոգությունները։ ԲՀԿ ղեկավարը քաջատեղյակ է, հորդորում է չհուսալքվել, համախմբվել, միասնական ջանքերով արդյունքի կհասնեն։ Միասնական չլնեք, ոչ մի բան չի փոխվելու։ Ու պետք է մասնակցեք ընտրությանը։ Դա ձեր երեխայի վաղվա ապագայի խնդիրն է։ Ես էլի ձեր Ծառուկյանն եմ, հաս լինելուց պատրաստ եմ օգնել, բայց դրանով երկիր չի կառուցվել, ինչ ճիշտ հասկացեք։ Հիմնական պետք է ճիշտ ծրագրեր լինի, կարողանան կազմակերպել, հնարավորություն տալ, որ մարդիկ աշխատեն ապրեն։ Այսօր սա երիտասարդություն հենց դպրոցը պրծավ գնում է քաղաք, ստե մնա ինչ անի, ապագա չկա։ Դա համար հենց պետք է լինի, որ այդ ապագան էլ ինքը տեսնի կա, որ տեսնելով իր տան օրինակը նույնը շարունակի, ինչ որ փոխանցվել է, ինչ որ ինքը գիտի։ Ծառուկյանը հորդորում է անտարբեր չգտնվել երկրի ապագայի հանդեպ։ Յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի Հայաստանը վաղը։ Ամեն մեկ այնքան են խոսում, դուք էլ եք շփոթել, թե որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց դուք ոչ մեկին մի լսեք, դուք իրական նայեք մարդկանց արածը, մարդկանց մոտեցումը, մարդկանց կատարած գործը։ Մենք ունենք ծրագիրը ոչ թե մենք ենք գրել, այլ դիմել ենք մարդկանց, շփվել են ժողովրդի հետ, ամեն ոլորտի ներկայացուցիչ ասել է իր խնդիրը, խնդրեմը, իր դարդուցավը։ Մեր լավ մասնագետները գրել են խնդիրը եւ դրա լուծումը։ Պատրաստ ենք, ցանկություններ ունենք, հնարավորություններ Եվ ուզում ենք մեր ժողովուրդը լավ լինի։ Ձեր գործը գործ է, խոսքը խոսք է։ Այո։ Բոլորս հարգում, սիրում ենք ձեզ։ Մենք մենակ վստահում ենք Գագիկ Ծառուկյանին։ Ասեմ ապրեք, վստահում եք, տվեք օր-օրի կզգաք փոփոխ։ Ով կարանի կմնա, ով չի մնա, ուզում է օրոք-փորձ տղել 5 րոպե իր դիմի համաձայն պետք է դուրս գա։ Ինչ որ ասում եմ, դրա հակառակը ոչ մեկ չի կարող ապացուցի, հիմնավորած իրական ինչ կա նայեմ ասում։
Այո, ճիշտ եք ասում։ Ձեր անունը պիտի գրվի պատմության մեջ։ Ոսկե տարերով, պարոն Ծառուկյան։ Միշտ տատս էր ասում։ Ասում էր Գագու ջան, ուր ենթած թող չորը կանաչի, այն փակ դռները քո համար բացվի։ Եվ տատիս ասած աստու կամոք իրականանում։ Որ ինչ ձեր ենք տալի, լավ է լինում, զարգանում է, կայանում է։ Հանդիպմանը նաև արցախցիներ են մասնակցում, Հայաստանի անձնագիր ստանալու գործընթացը ձգձգվում է։ Մենք արցախցի ենք, մենք էլ ենք ուզում ընտրության մասնակցենք։ Մեր անձնագիրները դեռ փոխված չեն։ Բա ինչ միջոց կա որ։ Ոչ մի միջոց չկա, վախում եմ, որ տան ձեզ պասպորտի հատ չեք ընտրելու։ Այսինքն մենք չենք կարող ընտրություն։ Պարոն Ծառուկյան, ձեր նման 10 մարդ պիտի լիներ։ Արժանապատիվ մարդ, որ կարողանար այս Հայաստանը ոտքի կանգնեցնել։ 10 մարդ պետք չի, մոտեցումն է պետք։ 100 մարդու։ Ուշադրության առանցքում նաև տաքսիների վարորդներն են։ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնում է տուգանքների եւ բալերի անարդարացի կիրառման հարցը, շեշտում բալային համակարգը թիրախավորում է ամբողջ օրը ղեկին անցկացնող վարորդին։ Բալերը սպառելու դեպքում նրանք զրկվում են վարելու իրավունքից, կանգնում գումար վաստակելու խնդրի առաջ։ Ժամեր շարունակ ղեկին անցկացնող տաքսիստը չի կարող հավասարեցվել 1-2 ժամ մեքենա քշող վարորդին։ ԲՀԿ ղեկավարն առաջարկում է վերանայել միավորների թիվը։ Մտահոգիչ է նաև վարորդական իրավունքից զրկելու վերաբերյալ հարուցված վարույթների աննախադեպ քանակը։ Այսօր սա հարկեր, տուրքեր, բուրկար, տուգանքներ, շտրաֆներ։ Այսօր մենք ունենք 180,000 միայն պրավայի համար դատական պրոցես, որ այդ մարդիկ արտասահմանել չեն կարող գնալ։ Լավ, պրավա է, հասկացանք, դրա համար կարելի է մարդու դատել։ Ինչի համար։ Պետք է դա հանվի, որ մարդիկ արտասահմանել գնան, գան։ Այդ հարցը պետք է կարգավորի։ Կամ դնում են նույն տաքսիստին, որ իր տունը պահում է, նույն ասեք թե այդ միավորներն է, չեմ, որ մարդը գնում գործի գալի։ Հասկացանք, կարա տարվա մեջ 10-ած խալվի 8-ատ է, բայց տաքսիստը առավոտ իրիկուն երեխոացը տեղով է վաստակում։ 24 ժամ, 14 ժամ քշում է 5000 ավել առնի։ Ասենք եթե պրավեն էլ վեգալակ ձեռից։ Ոնց է տունը պահել, ինչ անելու։ Կարելի է տաքսիստին ասել, քոնը 10 միավոր չի, տաքսիստի միավորը 30-ն է։ Մարդը մտքի մեջ է կարող մի հատ լույսի տակով անցավ, արդեն տուգալ է։ Կա օրենքներ, որ պետք է փոխվի։ Մարդը իրան պետք է դնի դիմացինի տեղը։ Եթե քո մասին մտածող կա, դու քեզ լավ ես զգում, որ մտածում են քո մասին նարություն է տալու։ Որ կա չկա նույն հաշիվն է, դու հիասթափված, կոտրված, մտքերի մեջ ոչ ժպիտ կա, ոչ փայլ կա։ Մարդիկ հարցեր ունեն նաև զինծառայության մասին։ Գագիկ Ծառուկյանի խոսքով առաջնագից պետք է ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ փորձառու զինվորականները մեկնեն։ Այսօր մեր 18 տարեկան երեխեքին սարքել են բանակը մի տարուկես, կարա սարքեն 6 ամիս։ Այդ անմեղ երեխաները, որ սահման չեն տեսել, զենք չեն օգտագործել, որցը մեկը բարևական իրավունք չունի սահմանի վրա իրանց ուղարկելու։ Այլ հակառակը պետք է փորձառու մարդկանց, ով պատերազմատես է։ Ավելի լավ է մենք ունենանք 10,000 պայմանագրային, քան թե 40,000, 50,000 մենք անմեղ, անփորձ 18 տարեկան երիտասարդներ։ Նրանք սահմանի վրա կայնելու իրավունք չունեն։ Նրանք մեր ճրակներն են, լույսերն են, նրանք անփորձ երիտասարդներ են։ Մեր սիրտը պետք է ցավա մեր երեխայի համար։ Համաձայն եմ, ես 65 տարեկան եմ, այսօր էլի գնում եմ ու պատրաստ եմ գնալու։ Ես դու դրա խաթեր ու երեխեքը չգնան։ Երբ որ հնարավորություն տակ, որ մենք որոշենք, մենք այնպես կորոշենք, ոնց որ պետքն է։ Որ ցանկացած մարդ եւ պետք է գնահատված լինի, որ իր հայրենիքի պաշտպանության համար մինչեւ այսօր մտածում է, որ տարբերություններ լինի, գնահատական լինի, որ զգաց քո այդ նվիրվածությունը գնահատվում է։ Ու բոլորին մի աշկով չեն նայում։ Կա լավը, կա վատը, կա ամենալավը, կա իր կատարած գործերի համար պետք է պարգևատրում ստանա, արժանանա պարգևի, որ մարդը նվիրալ առաջորդանից իր ասենք թե սահմանի համար պայքարել է։ Գագիկ Ծառուկյանին գոհունակության խոսքեր են ասում սպորտը զարգացնելու համար։ Մեր մարզիկների հաղթանակները համազգային հպարտության առիթ են։ Բոլորը գիտեն, որ սպորտի նկատմամբ ինչ մեծ ներդրում ունի։ Այո։ Նաև վերջերս շրջանառվում է, որ ոչ օլիմպիական մարզաձևերը շատ մեծ զարգացում ունեն։ Այո։ Ես որպես Լոռու մարզում ներկայացնող ոչ օլիմպիական մարզաձևերը ձեզանից շատ շնորհակալ եմ, նախ շատ մեծ ներդրում եք կատարում, նաև եղել է Ստեփանավան քաղաքում, որ ես հիմնել եմ ձեր ընտանիքի աջակցությամբ մեծ դպրոց, շատ շնորհակալ ենք ձեզ եւ այս մեր մարզիկը Կազախստանում ներկայացրել է մեր Հայաստանը, ուզում է ի սրտե նվիրի իր մեդալը ձեզ, եթե դուք Կազախստանում շատ մեծ մենամարտահանեցին։ Ամենակարևորը մենք բոլորս գիտենք, որ մեր արժանի փոխարինողները մեր երեխաներն են։
որ պետք է մենք ուշադրություն դարձնենք, որ երեխաները փողոցից կտրվեն, որ գնան պարապելու, առողջ մարդ դառնան, չեմպիոններ դառնան, մեր ազգի պատիվը բարձր պահեն։ Ձեր գործերը միշտ էլ տեսնում Ասեք, այո։ Հովանավորում եք սպորտի գծով, ամեն ձև, ոնց իմ խոսքով ասեմ կներեք, ով ինչ հարցով ձեզ դիմի, միշտ աջակցել եք։ Այո։ Շնորհակալ ենք ձեզ, ուրախ ենք ձեզ մեր մարզում հյուրընկալելու համար։ Բոլորի ծնողների կողմից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, դուք ձեր աջակցությունը, որ գույքը այս տարի համալրեցիք, մեր երեխեքը սկսեցին։ Չէ, մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել։ Եղբայր, ես այսօր շնորհակալության համար չեմ եկել։ Թմրանյութերի օգտագործման եւ հայտնաբերման հայաստանյան տվյալները խոսում են անցանկալի զարգացումների մասին։ Այդ է պատճառը, որ առաջարկ Հայաստանին ծրագրում առանցքային է թմրամոլության դեմ պայքարը։ Ծրագիրն արդեն մեկնարկել է։ Ստեղծել ենք մի երիտասարդների խումբ, որը մոտ 2000 սպորտսմեն էլ ստորագրել է մասնակցումը, այսօր շատ տարածված է թմրամոլությունը։ Այսօր ծնողները երեխան գնում է դպրոց, ինստիտուտ, վաղ կա մեջը, կարող է փորձեն։ Իսկ այսօր մենք այդ պետք է թույլ չտանք, դա չարիք է։ Մենք բոլորս միասին, ես էլ, դուք էլ, ուսուցիչներն էլ, ծնողներն էլ, պետությունն էլ պետք է պայքարենք դրա դեմ։ Դա չարիք է, որտեղ մտավ քանդի, ձեռնպատ պետք է մարդ չլինի։ Բոլորն էլ պետք է մասնակցեն, մտածելով Աստված չանի, իր տուն մտավ։ Այսօր խումբել կա երիտասարդների, մասնակցելով, բրոշյուրները բաժանելով, մեր սպորտսմենները, մարզիկները Արտուր Ալեքսանյան, հիմնական պատասխանատու մեր օլիմպիական չեմպիոնը։ Այսօր էլ ինտերնետով, որտեղ զանգերով տանում տեղադրում են, պետք է նրանք իրենց պատիժը ստանան, դա չարիք է, պետք է թույլ չտանք, որ դա տարածվի։ Բնակիչները հետաքրքրված են, կա արդյոք առաջարկ Հայաստանին ծրագրում նորաստեղծ ընտանիքների համար մատչելի բնակարաններ ձեռք բերելու հնարավորության հարցը։ Տարիա բնակարան չունենք, տնից ունենք տեղափոխում։ Հիմա հույս է չկա, որ մեր երեխեն կունենա Ռուսաստանա գնում, շատ չնչին գումարով վերադառնում է տուն։ Կուրսը լավ գիտեք ինչ վիճակը։ Հիմա ասենք մեր Հայաստանում մենք տուն կունենանք, թե մենք հետ հողան գնանք մեր երեխու մոտ։ Մեր ծրագրի մեջ կա, որ նորաստեղծ ընտանիքը նրանց համար լիարժեք պետք է լինի առանցին թվեր, ինքնարժեքով, մոտավորապես $550 քառակուսի մետրը, որը պետությունը մասնավորի հետ պայմանավորվելով գումար տրամադրելով, որ հիմնական այդ նորաստեղծ ընտանիքն կարողանա 7 տարվա մեջ աշխատի մարդուկին աշխատեն, եթե նրանք ամիսը 150,000 առանձնացնեն, ոչ թե տանեն վարձտան, 5 տարի հետո այդ տունը կմնա իր սեփական, վարձավճար չէ։ Չլուծվող խնդիր չկա, ինչ ճիշտ հասկացեք։ Պետք է մտածեն, կազմակերպեն, հնարավորություն տան, որ ուզում են ամուսնանան, չեն ամուսնանում, բնակարան չկա, կամ գնում են դուրս, կամ մի սենյակի մեջ 4 հոգով են մնում, չեն ամուսնանում։ Մենք բոլորը պետք է մտածենք, հնարավորություն ձեռնենք, որ մարդիկ կարողանան ընտանիք կազմել, բալիկներ ունենալ, ազգը շատանա, կարողանանք ավելի բարեկեցիկ ապրել։ Հայ կնոջ արձան կառուցելու մասին լուրը նաև լոռի է հասել։ Կանայք այդ նախաձեռնությունից են հարց ու փորձանում։ Պարոն Ծառուկյան, դուք ասեցիք, որ Հիսուսի արձանից հետո պետք է կառուցեք կնոջ արձանը։ Սա աշխարհը անենք եկե տեսել ենք, մեր հայ կանայք տարբերում են բոլոր կանացից։ Իրենց նվիրվածությամբ, ընտանիք կազմելով, հյուրասիրելով, մեծացնելով երեխուն, թոռանը, հարցի մասին, աղջկա թոռի մասին մտածելով, 2 ժամ ավել աշխատի, ինքը չհանգստանա, արձակուրդ չվերցնի։ Մեկ էլ մի բան ասեմ, որ երեխային ուղարկել է հայրենիքը պահելու համար, հերոսի կարգավիճակով զոհվել է, որ չի կոտրում մայրը, 50 տարեկան, 45 տարեկան, պայքարելով նմանակին լուսաշխարհաբերում, անունը դնում է կորցրածի, անունը աշխարհին ցույց է տալի, որ հայ մայրերը հզոր են, որ թեկուզ մխիթարանք համիրա համար, որ ինքը ավելի պինդ լինի, եւ ցույց տա, որ պայքարող ենք, մենք հանձնվող չենք։ Փառք ու պատիվ մեր հայկանաց, ցանկացած տղամարդկանց հարցնես, մենք ինչ էլ անենք այդ պարկիտակից դուրս չենք գա, մենք միշտ պետք է հարգենք, գնահատենք, ասել եմ, եթե հնարավորություն տան տեղ հատկացնեն, այնպիսի արձան կառուցեմ հայ կնոջ, որ դա աշխարհով մեկ եւ դա հպարտություն հզորություն է։ Պարոն Ծառուկյան։ Մենակ կարևորը քուրիկ, գործն է մնայուն։ Ես հիմա լավ եմ զգում, որ քեզ մոտ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Կախառնվել։ Իհարկե։
Հրաժեշտից առաջ Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին հորդորում է չհիասթափվել եւ ամուր կարճած մնալ հայրենի հողին։ Շատ սիրում ենք ու հարգում ենք պարոն Ծառուկյանին։ Հայրենիքի համար աշխատում է, արարում է, ժողովրդի համար ամենակարևորը շատ հարազատային մեզ։ Եկեղեցի կառուցող մարդը իր հայրենիքն էլ կկառուցի ու կշենացնի։ Հարգված, սիրված, այո, աշխատասեր, շնորհքով, վերաբերմունքով ջերմ մարդային ապրում է ժողովրդի հենց հոգսերով, ժողովրդի համար, որ ուզում է, որ բոլորին էլ լավ լինի։ Այս հարստություն որ ունի, չի գողացե ոչ մեկից։ Հողին վաստակ է, իրանց արնան քրդենքով։ Ապրենք։ Մեր ժողովուրդը շատ հարգում է իրան, իր ծրագիրները շատ ընդունում ենք, շատ հաճելի էր։ Ես այս գյուղից եմ ու մեծ ակնկալիք ունեմ իր հետ կապված։ Շնորհակալություն Ռոզա Ծառուկյանին, որ նման հայրենի ունի, որը նվիրված է իր ազգին, իր հայ տեսակին, այն կենսագրությունը, այն վարքագիծը, որ ունի պարոն Ծառուկյանը, դա հենց ինքն է։ Կարծես թե արև է, մեծ արև է ժողովրդի համար եւ մեծ սեր ունի։ Եվ ամենակարևորը Գագիկ Ծառուկյան ունի համար ամոթ չկա, ընդհակառակը հպարտություն է։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայլյան։